Բարև ձեզ Արարատ հեռուստաընկերության եթերում շտապ օգնություն հաղորդաշարն է, մենք խոսում ենք մարդու ամենաթանկ ունեցվածքի առողջության մասին, հարգելի հեռուստադիտողներ, եւ գիտեք, որ մենք աշխատում ենք ուղիղ եթերում, ներողություն եմ խնդրում, սա ձեզ համար անակնկալ է, որ մենք այսուհետ երեկոյան ժամը 18:10-ին ենք լինելու եթերում, հետևեք մեզ սովորական ժամից 10 րոպե ավելի ուշացումով, բայց մնացեք նաեւ Արարատի հետ ընդհանրապես օրվա ընթացքում Եվ ուղիղ եթերը շարունակվում է, ձեզ նույնպես հնարավորություն տալով զանգահարելու, գրելու մեզ եւ ուղղելու ձեր հարցը այսօրվա մեր հյուրին, հիշեցնեմ մեր հեռախոսահամարը 54 89 34 եւ էլեկտրոնային փոստի հասցեն շտապ օգնություն շնիկ Արարատ գծիկ tv.am Հարգելի հեռուստադիտողներ, այսօր բժշկական որոշ օրացույցներում նշված է որպես լոգոպեդի օր, բայց փաստ է, որ այն փաստորեն նոյեմբերի 14-ին է, այնուամենայնիվ մենք այս մասնագիտական օրվան ընդառաջ սիրով տաղավար ենք հրավիրել լոգոպեդ, մանկավարժական գիտությունների թեկնածու Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի լոգոպեդիայի եւ վերականգնողական թերապիայի ամբիոնի դոցենտ Սիրանուշ Կարապետյանին, նորից եմ հիշեցնում մեր հեռախոսահամարը 54 89 34 զանգահարեք ձեր հարցերով։ Բարև ձեզ Տիկին Կարապետյան։ Բարև ձեզ։ Շատ շնորհակալ եմ, քանի որ շուտ ենք անդրադառնում ձեր տոնին, ես էլ շուտ շնորհավոր եմ ձեզ բոլորից առաջ ընկնելով։ Շնորհակալություն։ Տիկին Կարապետյան, մենք լոգոպեդների մասին շատ ենք լսում։ Վերջին տարիներին, գուցե արդեն նաև տասնամյակից ավել, հա, որ անընդհատ ինչ որ խնդիր է լինում երեխաների խոսքի հետ կապված, իսկ լոգոպեդի մոտ գնացել եք, իսկ լոգոպեդը ինչ է ասել։ Խնդրում եմ ներկայացնենք, թե ով է լոգոպեդը, ինչ մասնագիտություն է սա, որտեղից է ծագել։ Շնորհակալություն, ուրախալի փաստ է, որ վերջապես վերջին տարիներին շատ ավելի սկսել է խոսվել այդ մասնագիտության մասին, իրականում լոգոպեդները դրանք այն մասնագետներն են, ովքեր զբաղվում են խոսքի տարաբնույթ խանգարումներ ունեցող անձանց, չեմ ասի միայն երեխաների, քանի որ տարիքային սահմանափակում չկա, խոսքային խնդիրների հաղթահարմամբ։ Դրա կլինի խոսքի որևէ բաղադրիչի հնչյունային կառույցի կամ խոսքի տեմպի ռիթմի կամ ձայնի ինչևից է խոսքի տարաբնույթ խանգարումների հաղթահարմամբ, խոսքի զարգացմամբ, խոսքի շտկմամբ, խոսքի կարգավորմամբ եւ այլն։ Իրականում ես այս մասնագիտությունը թույլ տվեք ասել, որ այն սինթետիկ մասնագիտություն է։ Այն մի փոքր բժշկություն է, մի փոքր հոգեբանություն է, մի փոքր մանկավարժություն է, վերջապես դա արդյունքում լինում է լոգոպեդը, ով զբաղվում է խոսքի տարաբնույթ խանգարումների հաղթահարմամբ։ Սա նոր մասնագիտություն է համարվում, եթե ամեն դեպքում լոգոպեդիայի ամբիոնը սկզբից, որը հետագայում վերանվանվեց, հա, որպես լոգոպեդիայի եւ վերականգնողական թերապիայի ամբիոն, դա մանկավարժական համալսարանում է տեղակայված, այսինքն այս գիտությունը մանկավարժական գիտություններից մեկն է համարվում առանձնացված ճյուղ։ Այո, իրականում այս մասնագետները պատրաստվում են եւ պետք է հպարտությամբ ասեմ, որ պատշաճ մակարդակով պատրաստվում է Հայկական պետական մանկավարժական համալսարանի բազայի հիման վրա։ Վերջին 5 տարիներն է, այս տարի մենք պետք է նշենք արդեն հատուկ կրթության ֆակուլտետի 5-ամյակը։ Մինչ այդ այն եղել է ուղղակի ամբիոնի կարգավիճակով եւ զբաղվել է կրկին զարգացման տարբեր խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատող մասնագետների պատրաստմամբ դրանք կլինեն լոգոպեդներ, օլիգոֆրենոմանկավարժներ, սուրդոմանկավարժներ, հատուկ հոգեբաններ եւ այլն։ Բայց արդեն 5 տարի առանձին ֆակուլտետ։ Այո, 5 տարի, որ առանձին ֆակուլտետ է եւ առանձնացված են երկու ամբիոններ եւ մասնավորապես լոգոպեդիայի եւ վերականգնողական թերապիայի ամբիոնը։ Եվ բառը ինքնին հուշում է, որ լոգոպեդները զբաղվում են ոչ միայն խոսքային խնդիրների, այսինքն խոսքի բացակայության հաղթահարմամբ, հնչյունային կառույցի խանգարումներով եւ այլն, այլ ցավոք սրտի կյանքը այնպես է, որ լինում են անակնկալներ եւ դժբախտաբար այս կամ այն պատճառով պայմանավորված տեղի ունենում ձևավորված խոսքի կորուստ եւ այդտեղ արդեն լոգոպեդները գործ են ունենում խոսքի վերականգնման աշխատանքներով, այսպես կարելի ասել։ Այո, վերաձևավորման նորից։ Այո, երևի թե կարելի է այդպես ասել։ Տիկին Կարապետյան, խնդրում եմ ասեք, տարբեր են մասնագետները, ովքեր աշխատում են
ասենք թե մանկական տարիքում որևէ խնդրի հանդիպած մարդու հետ եւ արդեն մեծահասակների հետ, ովքեր ասենք թե ձեռք բերած խոսքն են կորցրել կամ ինչ որ թերացումներ են առաջացել ինչ որ պատճառներով արդեն հասուն տարիքում։ Իրականում լոգոպեդը դա մեկ մասնագիտություն է, անկախ նրանից լոգոպեդը կաշխատի փոքր երեխայի հետ թե մեծահասակի հետ։ Այսինքն մասնագիտացումներ չկան, մանկական լոգոպեդ, մեծահասակ ոչ, որպես այդպեսին չկան, այլ հարց է, որ կա երևի թե ժամանակի ընթացքում արդեն որոշակի նախասիրություններ եւ ավելի նեղ մասնագիտացումներ, քանի որ լոգոպեդիան եւ ընդհանրապես խոսքային խանգարումները բազմազան են։ Այո, շատ են եւ այդ համատեքստում միգուցե կան որոշ մասնագետներ, որոնք ավելի նեղ մասնագիտացված են, ասենք մեծահասակների հետ աշխատանքում, որոշները երեխաների հետ, բայց իրականում լոգոպեդը որպես մասնագետ զբաղվում է անկախ տարիքային ցենզից։ Դա կլինի երեխա, թե կլինի մեծահասակ։ Իսկ շատ են դիմում, կան շատ երիտասարդներ, որ հատկապես այս մասնագիտությունն են ընտրում, ոչ թե պատահաբար են ասենք թե հայտնվում, հա, այդ ֆակուլտետում։ Ես պետք է վստահաբար ասեմ, որ ճնշող մեծամասնությունը գալիս է առաջին հայտով լոգոպեդիայի մասնագիտությամբ որպես մասնագետ կայանալու։ Եվ հետո որտեղ են նրանք աշխատում, դպրոցներում, մանկապարտեզներում առանձին շտատ կա, հենց լոգոպեդի թե նորից ընդհանուր հատուկ մանկավարժի շտատով են աշխատում։ Շնորհակալություն, պետք է նորից ուրախությամբ փաստեմ, որ այո, վերջին տարիներին միտումը կա նաև նախադպրոցական հաստատություններում։ Իրականում լոգոպեդը կարող է աշխատել ինչպես կրթական համակարգում, այնպես էլ առողջապահական համակարգում։ Կրթական համակարգը ենթադրում է դա նախադպրոցական հաստատություններն են, դպրոցական հաստատություններն են, եւ իհարկե առողջապահական համակարգը։ Այս վերջին տարիներին ի ուրախություն արդեն կարծեք թե որոշակի շեշտադրում է արվում նաև նախադպրոցական հաստատություններին։ Կարծում եմ, որ դա բավականին մեծ բաց էր ժամանակին, երբ սկսվեց այս մասնագետներին ներգրավել կրթական համակարգ բացառելով նախադպրոցական համակարգը։ Իրականում անհերքելի ճշմարտություն է, անխոս անհերքելի ճշմարտություն է, որ որքան վաղ է սկսվում զարգացողական աշխատանքը, միգուցե երեխան արդեն դպրոցահասակ տարիքում անգամ կարիքը չունենա լոգոպեդի միջամտության, խոսքը զարգացվի, հնչյունը կարգավորվի, ինչևից է բազմաթիվ խնդիրներ, որոնք հնարավոր է շատ ավելի արդյունավետ այդ խնդրին լուծում տալ դեռևս նախադպրոցական տարիքում։ Եվ այսօր, այո, արդեն այդ միտումը կա եւ հաստիկներ են հատկացվում նաև նախադպրոցական հաստատություններին։ Իսկ ինչ վերաբերում է դպրոցներին, գիտենք, որ քանի որ արդեն Հայաստանի Հանրապետությունը իրականացնում է ներառական կրթակարգը որպես այդպիսին, եւ իրականում այսօր կարելի է երևի թե ասել, որ բոլոր դպրոցները համալրված են մասնագետներով, այո, որոնք զբաղվում են կրկին խոսքի տարբեր խանգարումներով, իրականում երբ մենք խոսում ենք խոսքային խանգարումների մասին, մենք չպետք է բացառենք նաև խոսքի գրավոր ձևը, այսինքն հաղորդակցումը իրականանում է ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր, եւ դպրոցներում հիմնական շեշտադրումը արվում է գրավոր խոսքի խանգարումների հաղթահարմանը, դա ընթերցանության մասնակի խանգարումներն են, գրի խանգարումներն են, որոնք հաճախ դիտվում են որպես մանկավարժորեն բարձի թողի վիճակ։ Բայց իրականում դրանք խնդիրներ են, որոնք պահանջում են ավելի նեղ մասնագիտական, ճիշտ ուղղորդված աշխատանք, որի արդյունքը արդեն ենթադրում է ուսումնական գործընթացի առավել արդյունավետություն։ Հասկանալի է։ Տիկին Կարապետյան, այսքան խոսում ենք խոսքի մասին, փաստորեն որի մասնագետներն են հիմնականում լոգոպեդները, խոսքի հատկապես որ խնդիրներն են, որ բերում են լոգոպեդի կաբինետ։ Դուք նշեցիք, որ հնարավոր է խոսքը ընդհանրապես բացակայի, հնարավոր է լինի խոսք, բայց լինեն որոշակի խնդիրներ, ասենք թե արտաբերման հետ կապված, որոշակի հնչյունների
հետ կապված, հա, կամ խոսքը լինի, ասենք թե ընդհանրապես կիսատ պռատ, հա, եթե կարելի է նման բնորոշում տալ։ Կարելի է։ Այս բոլոր դեպքերում զբաղվում է լոգոպեդը, թե ամեն ինչ գալիս է նրանից, թե ինչն է խոսքի խանգարման պատճառը։ Իրականում խոսքի խանգարման պատճառները բազմազան են։ Եթե այսպես պայմանականորեն իրենց առանձնացնենք, խմբավորենք, կարելի է ասել կենսաբանական ուղղվածության խնդիրներ, այսինքն պատճառներ, որոնք կարող են հանգեցնել այս կամ այն խնդրի ձևավորմանը եւ սոցիալական բնույթի խնդիրներ։ Այո։ Օրինակներով ասենք, հա, օրինակներով, եթե փորձեմ այսպես ամփոփ ներկայացնել խոսքի խանգարումները, կփորձեմ ներկայացնել ըստ խոսքի բաղադրիչների։ Այո։ Իրականում խոսքը ենթադրում է հնչյուն, վանք, բառ, բառակապակցություն, նախադասություն, կապակցված խոսք, տեքստ։ Այո։ Խոսքը ենթադրում է խոսքի ընկալում եւ խոսքի վերարտադրում։ Այս ձեր նշած երկրորդ խումբը վերարտադրման մեջ է։ Իրականում խոսքային խանգարումները կարող են ենթադրել նաև խոսքի ընկալման խանգարումներ, որոնք հաճախ ցավոք ոչ ճիշտ ախտորոշման արդյունք են դառնում։ Քանի որ երբ երեխային ուղղում ես խոսքը եւ հաճախ մայրը բերում է կաբինետ ասելով գիտեք ես տարել եմ իմ երեխայի լսողությունը ստուգել եմ եւ այլն, երեխան չի արձագանքում ձայներին կամ երեխան չի արձագանքում իրեն ուղված հրահանգին, բայց իմ երեխան լսում է։ Այսինքն այստեղ մենք գործ ունենք բավական բարդ խոսքային խնդրի հետ, ինչը վերաբերում է խոսքի ընկալման խանգարումներ։ Այո։ Այսինքն այս դեպքում նշանակում է, որ ներողություն, որ ձեզ ընդհատեցի, որ ֆիզիոլոգիապես տուժել է երեխայի խոսքի կենտրոնը գլխուղեղում։ Ասենք թե հենց գլխուղեղի կենտրոնը չի տուժել, բայց լսողական ապարատից ճիշտ չի հաղորդվում դեպի կենտրոն։ Եթե փորձեմ այսպես մի փոքր ավելի պարզ ներկայացնել, իհարկե դա չէ մեխանիզմը շատ ավելի բարդ է, բայց իրականում խոսքը ձևավորվում է գլխուղեղի կեղևի բազայի հիման վրա եւ խոսքային ապարատ ասվածը, որը պատասխանատու է խոսքի ձևավորման, խոսքի ընկալման եւ խոսքի վերարտադրման համար, ունի իր երկու բաժինները։ Գլխուղեղի, այսինքն կենտրոնական բաժինը, որը ենթադրում է գլխուղեղի կեղևը եւ իրեն բնորոշ որոշակի մասնաբաժիններ է, այսպես ասած, հա, այսինքն խոսքային ապարատի կենտրոնական հատվածը, որտեղ իրականանում է խոսքի ընկալումը եւ խոսքի վերարտադրումը։ Այսինքն հիմնական վերլուծությունը։ Այո, խոսքի ընկալումը եւ երեխան հավաքում է որոշակի пассив բառապաշար, ասենք եթե վերցնենք երեխան 6-7 ամսական է, 8 ամսական է, դեռևս չունի խոսք։ Բայց երբ երեխային ասում ես ուր է մաման, երեխան անմիջապես հայացք ուղղում է դեպի մայրիկը, այսինքն երեխայի մոտ արդեն ձևավորվել է մամա, հարցը, հա, երեխան հավաքել է իր пассивում որոշակի բառականակ եւ երեխան հայացքով շրջվում է, ցույց է տալիս թե ուր է մայրիկը եւ մոտավորապես 8 ամսականում, 9 ամսականում երեխան արդեն սկսում է ստույգ արտաբերությամբ ասել որոշակի բառեր՝ մամա, պապա, տատա եւ այլն։ Այսինքն, այստեղ մենք սկսում ենք մտածել, ավելի ճիշտ հավաստիանալ, որ երեխայի խոսքային ապարատի կենտրոնական բաժինը, այսինքն խոսքալսողական հատվածը, որը հավաքում է այդ пассив բառապաշարը, հա, եւ խոսքաշարժողականը, որը պետք է վերարտադրի այդ բառերը, մտել է իր բնականon ընթացքի մեջ, որը, այսպես ասած, հաղորդող ուղիներով կապվում է ծայրամասի հետ եւ ծայրամասը համապատասխանաբար վերարտադրում է մամա, պապա, այնուհետև մամա արի, այնուհետև մամա հաց եմ ուզում, այնուհետև մամա վաղը մենք գնալու ենք այգի թե ոչ։ Այսինքն աստիճանաբար բնականon զարգացման ընթացքում երեխան 3 տարեկանում
արդեն ունենում է կապակցված, ձևավորված խոսք, որը շարունակական դեռևս իր ընթացքի մեջ է։ Տիկին Կարապետյան, փաստորեն մեզ համար արդեն պարզեցինք, որ խոսքի զարգացման համար պատասխանատու է խոսքի կենտրոնը գլխուղեղում, կենտրոնները, այսպես ասենք, կենտրոնները եւ ընդհանրապես ամբողջ գլխուղեղի կեղևը եւ այլն։ Եվ իհարկե ծայրամասում մասնակցում է շնչառական համակարգը, ձայնալարերը եւ արտաբերական ապարատը։ Եվ ըստ այնը պայմանականորեն միգուցե կարելի է խոսքային խանգարումները այսպես դիտարկել, եթե ոչ ընկալման հետ կապված, այլ հենց վերարտադրման հետ կապված, կարող է եւ շնչառականից տուժել, եւ ձայնային ապարատի հետ կապված, եւ արտաբերական ապարատի հետ կապված։ Իսկ ընդհանրապես խոսքի չզարգանալը, այսինքն հնարավոր են դեպքեր, երբ հենց կենտրոնը լինի վնասված, այսինքն այդ ծայրամասային ապարատները լինեն ամբողջական, իրենք հնարավորություն ունենան աշխատելու, բայց միևնույն է երեխայի մոտ։ Դուք նշեցիք ինչ որ սխալ դիագնոզի հետ կապված օրինակ։ Դա կոչվում է օրինակ կա այնպիսի ծանր խոսքային խանգարում, ինչպիսին է անխոսությունը, ալալիա, անխոսությունը, որը ենթադրում է խոսքի ընկալման խանգարումներ, ալալիայի մի տարբերակը դա է, խոսքի վերարտադրման խանգարումներ եւ իր խառը ձևը, երբ երեխան ոչ ընկալում է իրեն ուղված խոսքը եւ ոչ էլ ունի խոսքի վերարտադրում։ Բնականաբար խոսքը շատ կարևոր գործառույթներ ունի, այն մտածողության գործիք է, այն վարքը կարգավորման հրաշալի եւ շատ կարևոր միջոց է, եւ այլն։ Եվ խոսքի բացակայությունը, այսինքն կա ընկալման խնդիր եւ առկա է խոսքի վերարտադրման խնդիր, այսինքն երեխան անխոս է։ Եվ դա կարող է բերել վարքային խնդիրների անխոս, որը ենթադրում է երեխան ի սկզբանե ունի պահպանված հաղորդակցման ցանկություն, բայց երեխայի մոտ ձևավորված չէ հաղորդակցման համար կարևոր միջոցները, խոսքը, որի արդյունքում ինչպես պետք է երեխան իրեն դրսևորի, կամակոր, ագրեսիվ, վարքային տարաբնույթ խանգարումներով, խաղը ոչ լիարժեք ձևավորված եւ այլն, ուշադրությունը ոչ կայուն եւ այլն։ Եվ ցավոք պետք է նշեմ, որ երբեմն լինում են դեպքեր, որ նման երեխաները ոչ ճիշտ են ախտորոշվում։ Ավելի շատ շեշտադրումը, ասեմ ձեզ, իրականում հիմնական շեշտադրումը արվում է այդ դեպքում երեխայի այսպես կոչված ճակերտավոր ոչ խոսքային ախտանիշների, մասնավորապես վարքի, ուշադրության, այսինքն հոգեկան գործընթացների ոչ լիարժեք ձևավորվածության վրա, եւ երեխան տարբեր սենսորային ալալիայով երեխան, այսինքն զգայական անխոսությամբ երեխան, որը ունի ընկալման խանգարում, կարող է երբեմն շփոթվել ծանրալսության հետ։ Այդ նույն երեխան կարող է շփոթվել վաղմանկական աուտիզմով երեխաների հետ եւ այլն։ Խնդրում եմ ասեք Տիկին Կարապետյան, այդ դեպքում ինչպես է տեղի ունենում ախտորոշումը, երբ ծնողը գալիս է երեխայի հետ, նկարագրում է իրավիճակը կամ դուք արդեն ասենք թե մի 15-20 րոպե, կես ժամ ձեր կաբինետում են եւ զննում եք երեխային, դա բավական է լինում, թե ինչ որ գործիքային հետազոտություններ, օրինակ լսողության մասին մենք շատ ենք խոսել, անդրադարձել, բարձ է որ գործիքայինով լսողությունը ստուգվում է։ Իսկ մնացած տեսակներ, օրինակ այդ սենսորային անխոսությունը, ինչպես է ախտորոշվում գործիքային մեթոդներով, եթե կան նման մեթոդներ։ Իրականում ինքը առ այսօր դեռևս այդ խնդիրը խոսքային խնդրահարույց է իր ախտահարման մեխանիզմով, իր հետազոտության մեխանիզմներով, իր գործիքային հետազոտության կտրվածքով դեռևս խնդրահարույց է առ այսօր։ Բայց նման երեխաների հետազոտությունը ենթադրում է ըստ իս ոչ մեկօրյա հետազոտություն։ Կա մանկավարժական այնպիսի մոտեցում, այնպիսի մեթոդ, որը կոչվում է փորձարարական ուսուցում, այսպես ասած։ Ուրեմն փորձի սխալներ ունենալ։ Այսինքն երբ մասնագետի մոտ կասկած է առաջանում, որ միգուցե այս երեխան, իսկ այդ կասկածը առաջանում է նաև այն դեպքում, երբ դու զրուցում ես ծնողի հետ, հավաքում ես որոշակի տվյալներ երեխայի արձագանքման կարողությունների մասին եւ այլն։
բազմաթիվ հարցեր կան, որը յուրովի գործիքներ են վերհանելու երեխայի խնդիրը։ Եվ այդ դեպքում մասնագետը, այս պարագայում լոգոպեդը, տալիս է որոշակի հանձնարարություն, այսինքն փորձարարություն, որը ենթադրում է ուսուցում յուրովի, որից հետո նորից երկու շաբաթ հետո նորից ուսումնասիրություն եւ արդեն շատ ավելի տեսանելի է լինում։ Այսինքն գուցե պատճառն այն է, որ մայրիկը չէր դիտարկել այդ հանձնարարությունների փուլում, հա, երեխայի։ Ոչ թե չէր դիտարկել, այլ փորձում ենք ուսուցանել երեխային առանց որևէ դեռևս լսողական սարքի եւ այլն ուսուցանել, սովորեցնել երեխային արձագանքելու ձայնային ազդակը կամ բառը ընկալելու եւ երբ կարճ ժամանակահատված հետո թեկուզ եւ մեկ բառ կամ 1-2 ձայնային ազդակի երեխան արդեն արձագանքում է, դա շատ կարեւոր ցուցանիշ է հասկանալու համար մենք ինչ խնդրի հետ գործ ունենք։ Հարկ եղած դեպքում իհարկե նեղ մասնագետների խորհրդատվություն, դրանք կլինեն քիթկոկորտ ականջաբանները, դրանք կլինեն մանկական նյարդաբանները, մանկական հոգեբուժները, մանկական հոգեբանները, իհարկե կան խնդիրներ հատկապես ավելի ծանր դրսևորումների ժամանակ, երբ մենք խոսեցինք խոսքային ապարատի կենտրոնական բաժնի մասին, հա, երբ մենք գործ ունենք նման խնդիրների հետ, կարծում եմ, որ ճիշտը ոչ թե շտապելն է ժամ առաջ ախտորոշում տալը կամ ասել ես կարողացա արագ կողմնորոշվել, այլ թեկուզ եւ մի փոքր ժամանակատար, բայց չսխալվել, քանի որ ճիշտ ախտորոշմամբ եւ ճիշտ գնահատմամբ է պայմանավորված ամբողջ հետագա ընթացքը երեխայի զարգացման։ Ինչպիսին կլինի։ Հասկանալի է։ Տիկին Կարապետյան, լինում են դեպքեր, երբ լոգոպեդի աշխատանքը անարդյունավետ լինի։ Այսինքն գոնե հարաբերականորեն, հա, եթե ասենք անարդյունավետ, այսինքն եթե օրինակ պարզվում է, որ հենց կենտրոնական մասն է վնասված, երեխայի խոսքի կենտրոնը կամ տարիքի հետ կապված հնարավոր է արդեն այդ ջանքերը ոչ մի արդյունք չունենան։ Այո։ Ցավոք պետք է փաստեմ, որ լինում են դեպքեր, երբ կարելի է ասել անարդյունավետ կամ քիչ արդյունավետ։ Այստեղ դուք շատ կարևոր շեշտադրում արեցիք, դա ժամանակին դիմելիության խնդիրն է։ Այսինքն, երբ ծնողը դիմում է երեխայի խոսքի զարգացման համար, երեխան անխոս է կամ ինչ որ խնդիրներ են, խոսքս վերաբերում է ծանր խոսքային խնդիրներին, 8 տարեկանում, 7 տարեկանում։ Միգուցե կարելի է որոշակի պատառիկներ զարգացնել, բայց ամբողջական միգուցե 1-2 դեպք հիմնվելով այն կարգախոսին, որ բնության մեջ ոչ մի մարդ չի կրկնվում եւ յուրաքանչյուրը իր առանձնահատկություններով է, բայց իրականում այդ համատեքստում այս կտրվածքով կարող եմ ասել նաեւ կակազության վերաբերյալ, երբ ոչ բարենպաստ է լինում սոցիալական գործոնը, այսինքն ընտանիքը կամ այն միկրոսոցիումը, որտեղ երեխան ապրում է, զարգանում է, ոչ բարենպաստ է։ Այսինքն մասնագետը կարող է աշխատել, եթե այս դեպքում կակազության պատճառը հոգեցին է եւ հիմնական դրդիչը եղել է ընտանիքը, որքան էլ մասնագետը աշխատի, եթե ընտանիքը մասնակից չի լինում մասնագետի հետ երեխայի խնդրի հաղթահարմանը, նորից կարող եմ ասել, որ ոչ արդյունավետ է լինելու, այսինքն այն ենթադրելու է միտումը նորից կրկնվելու։ Մասնակի արդյունավետության մասին կարելի է խոսել, երբ մենք խոսենք այնպիսի ծանր խոսքային խանգարման մասին, որը կոչվում է աֆազիան, այսինքն դա ձևավորված խոսքի կորուստն է։ Այո։ Այս դեպքում նույնպես օրինակ կաթվածից հետո։ Այո։ Այս դեպքում նույնպես եթե կրկին այն պայմանավորված կլինի ախտահարման տեղակայմամբ, ախտահարման ծավալով, տվյալ հիվանդի ինքնազգացողության վիճակով եւ ելի մի շարք գործոններով։ Այս դեպքում նույնպես նաեւ նրա անձնային որակական հատկանիշներով, նրա աշխատունակության կարողությամբ, որովհետեւ այս դեպքում
Բացի այն, որ կորել է խոսքը, շատ ակնառու եւ ցայտուն ձևով արտահայտվում են բազմաթիվ հոգեբանական խնդիրներ։ Մարդը եղել է սոցիալական միավոր, մարդը խոսել է, մարդը զգացել է խոսքի համն ու հոտը եւ կորցրել է խոսքը։ Եվ նորից այդ տիտանական աշխատանքը վերականգնելու ոչ բոլոր հիվանդներն են, որ ցավոք ունենում են այդ ներքին ուժը եւ պոտենցիալը։ Մենք այստեղ Տիկին Կարապետյան հիմա նոր հարց ենք ստացել, բայց ես նախ ընթերցեմ ավելի վաղ մեզ ուղարկված հարցերից մեկը։ Հեռուստադիտողը գրում է. Խնդրում եմ լոգոպեդին հարցրեք, թե 5 տարեկան երեխայի մոտ ԳԿՔ ռ հնչյունների ուղղումը որքան ժամանակում է հնարավոր եւ եթե դա ինդիվիդուալ է գրել է, հնարավոր է որևէ ձևով հասկանալ, որ արդյունքը լինելու է կամ չի լինելու։ Իրականում հնչյունային արտաբերություն Իդեպ ամեն ինչը ինդիվիդուալ է երևի այս դեպքում, անհատական։ Անշուշտ, իհարկե, բայց այս պարագայում ԳԿՔ հնչյունների շտկումը ես կարծում եմ դա մաքսիմալ 1 շաբաթվա աշխատանք պետք է լինի, որովհետև այդ հնչյունների արտաբերության համար արտաբերական ապարատում լեզուն որոշակի դիրք պետք է գրավի եւ պետք է ուղղակի մի քանի վարժություններ անել երեխայի հետ եւ փորձել հնչյունը արդեն ակտիվացնել եւ լոգոպեդական տերմինով ասած պետք է դնել այդ հնչյունը, այնուհետև այն արդեն ակտիվացնել խոսքում։ Նույնը ռ հնչյունը իրականում հայերեն լեզվի ամենաբարդ հնչյունը իր արտաբերական ձևով կարելի է ասել ռ հնչյունն է, որը երեխաների համար մի փոքր ավելի խնդրահարույց է, բայց այնուամենայնիվ կարծում եմ, որ մաքսիմում 1 ամսվա կտրվածքով իհարկե պայմանավորված երեխայի մասնակի առանձնահատկություններով պետք է այդ հնչյունները դնել եւ շտկել։ Տիկին Կարապետյան, խնդրում եմ ասեք, ինչ մեթոդներով է, որ այդքան հրաշալի արդյունքների կարելի է հասնել լոգոպեդի հետ աշխատանքով, հա։ Դա օրինակ դուք ասում եք հնչյունը դնել, բնականաբար հնչյունը այս մի բաժակ ջրի պես չէ, հա, որ վերցնենք այստեղից դնենք այնտեղ։ Այդ վարժությունները ինչ են իրենցից ենթադրում եւ որքան ժամանակ պետք է ծնողը տրամադրի նաեւ այդ վարժություններին տանը, եթե դուք նաեւ ծնողին եք ընդգրկում եւ հանձնարարություններ եք տալիս նրան։ Իրականում մինչ այդ հարցին պատասխանելը կցանկանայի նշել այն փաստը, թե այդ հնչյունային արտաբերության խանգարումը զուտ հնչյունային արտաբերության խանգարում է, այսինքն դա ֆունկցիոնալ խնդիր է, ինչ որ խոսքային ապարատի կենտրոնական բաժինը ներառված է այդ ախտաբանական գործընթացի մեջ, թե ոչ։ Այսինքն կենտրոնական բաժինը կարող է միայն 1 հնչյունի կամ 3 հնչյունի դեպքում ներառված լինել։ Տեսեք, ոչ։ Մենք ունենք այնպիսի խոսքային խանգարում, եթե այսպես տերմինով ասեմ դիզարտրիա, այսինքն խոսքի հոդաբաշ կողմի խանգարում, սա այն խոսքային խանգարումն է, որ մոտ 70-80% դեպքերում այն ախտանիշ է, համախտանիշ է մանկական ուղեղային կաթվածի։ Այսինքն, երբ արկա է կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ախտահարում, հենաշարժողական համակարգի ախտահարում, մոտ 80% դեպքերում ներառվում է նաև խոսքը ախտաբանական գործընթաց, եւ այս դեպքում կոպիտ ձևով տուժած է լինում հնչյունային արտաբերությունը։ Այս դեպքում այս հնչյունների հանդեպ տարվող լոգոպեդական աշխատանքը ավելի երկարատև է։ Նախորդ հարցը, որը որ հնչել էր, նույն ձևով պետք է, այսինքն այն ինչը եղել է, մաքսիմալ մենք պետք է փորձենք ծայրամասում արտաբերական ապարատը, դա կլինի պայմանավորված, թե որ խոսքային խնդրի մասին է խոսքը, եթե դա զուտ հնչյունային արտաբերության խանգարում է, որպես այդպիսին, յուրաքանչյուր հնչյուն ունի իրեն որոշակի դիրքը։ Արտաբերական ապարատում մասնակցում է լեզուն, մասնակցում է քմմպանը եւ այլն, եւ շուրթերը, եւ յուրաքանչյուր հնչյունի արտաբերության համար կա որոշակի դիրք արտաբերական ապարատում եւ հաճախ ուղղակի լեզուն ֆունկցիոնալ, կարծեք թե պատրաստ չէ։ Տեսեք, նախորդ հարցը, որը որ հնչել էր,
կա ԳՔ հնչյուններն են։ Այո։ Դրանք ետնալեզվային հնչյուններ են։ Երեխան ամենայն հավանականությամբ այդ հնչյունները փոխարինել էր համարժեք կնտյով, գնդյով եւ քնթյով։ Ահա։ Կատու բառի փոխարեն երեխան երևի թե արտաբերել է տատու։ Այո։ Այսինքն պետք է ակտիվացնել, դրանք որոշակի արտաբերական վարժություններ են, Եվ դժվար չեն, Եվ բացարձակապես դժվար չեն, անգամ երեխաների համար զվարճալի կարելի է ասել։ Խաղերի միջոցով։ Խաղերի դա արվում է անպայման հայլու օգնությամբ, հայլու դիմաց, այսինքն մենք ներգրավում ենք եւս մեկ վերլուծիչ աշխատանքի մեջ, երեխան տեսողապես վերահսկում է լեզվի դիրքը։ Եվ փորձում ենք, այսինքն այդ հնչյունի դնելը որպես այդպիսին կարող է կատարվել նմանակման ճանապարհով, երբ որոշակի դիրք է տալի, ցույց է տալի, թե տվյալ հնչյունի արտաբերության համար շուրթերը, լեզուն, ինչ դիրքում պետք է լինեն, եւ երեխան փորձում է նմանակմամբ վերարտադրել։ Եթե ոչ կա մեխանիկական ճանապարհ, այսինքն կան որոշակի լոգոպեդական զոնդեր, որոնք իդեպ երեխաները շատ չեն սիրում, այո, եւ խուսափում են, ես ինքս էլ փորձում եմ ավելի շատ օգտագործել մի քիչ ավելի այլ պարագաներ, որպեսզի երեխան ինքը ներգրավվի գործընթաց։ Սա մի փոքր բարդ է այն առումով, որ դեղահապ չէ, որ պետք է դեղը գրել եւ ասել, օրը 3 անգամ երեխան պետք է խմի։ Երեխան ինքը կամ մեծը ինքը պետք է ներգրավվի այդ աշխատանքի մեջ։ Եվ օրվա ընթացքում միշտ, փաստորեն։ Ոչ միշտ։ Ծնողը պետք է ուշադրի։ Ուղղակի ծնողին պայմանավորված խնդրով տրվում է որոշակի հանձնարարություն, ցանկալի է, որպեսզի ավելի արագ ընթանա այդ զարգացողական աշխատանքը եւ խնդիրը արագ հաղթահարվի, ընտանիքը նույնպես պետք է ներգրավվի։ Իհարկե սա նույնպես անհատական է։ Ծնողներ կան, որոնք շատ արագ մտնում են գործընթաց եւ խնդիրը արագ է հաղթահարվում։ Հասկանալի է։ Տիկին Կարապետյան, այստեղ էլի հարց ունենք, մեր ժամանակն էլ սպառվում է, բայց կարդամ, հա, Մերի Ալեքսանյանն է գրում, ասում է. հարգելի Տիկին Կարապետյան, իմ տղան 4.5 տարեկան է, առայժմ նորմալ չի խոսում, ստուգել ենք լսողությունը, լսողական որևէ խնդիր չունի, բայց տատիկը ասում է, որ ամուսնուս եղբայրը նույնպես ուշ է խոսել, խնդրում եմ ասեք, որն է համարվում ճիշտ սպասելու համար որպես ժամանակահատված, որքան ժամանակ կարելի է սպասել, հետո նոր անցնել ինչ-որ քայլերի։ Իրականում խոսքի զարգացման համար եւ շատ կարեւոր է ժառանգական գործոնի դերը, բայց հիմնվել միայն այն փաստին, որ ժառանգականության մեջ ունեն ուշ խոսող բարեկամ, այո, բարեկամ դա դեռևս չափանիշ չէ, քանի որ այսօր երեխաները 6 տարեկանում արդեն դպրոց են գնում եւ 6 տարեկան երեխան պետք է ունենա ձևավորված զարգացած հարուստ բառապաշարով բանավոր խոսք, այլ կերպ դպրոցում կունենա խնդիրներ։ Այսինքն 4.5 տարեկանի կարծում եմ, որ այդ ծնողը պետք է մտահոգվի եւ պետք է դիմի գոնե մասնագիտական խորհրդատվության հանգիստ լինելու համար, այստեղ մենք գործ ունենք խոսքի զարգացման հապաղման հետ, թե գործ ունենք խոսքի ընդհանուր թերզարգացման հետ եւ ինչ ուղղությամբ պետք է երեխայի հետ աշխատանքը տարվի։ Միգուցե մասնագիտական աշխատանք տանելու հարկը չի լինի, այլ կլինի ուղղակի խորհուրդներ, թե ծնողը ինչպես պետք է երեխայի հետ աշխատի։ Այստեղ ուզում եմ մեկ կարևոր շեշտադրում անել, որ այս տարիքում, երբ երեխան դեռևս չունի ձևավորված կապակցված խոսք, այսօր մի փոքր մոդայիկ է տարբեր լեզուներով երեխաներին ծանրաբեռնելը։ Ես կուզենայի այդ մասին մի փոքր շեշտադրում անել, որ քանի դեռ երեխայի մոտ չի ձևավորվել մեկ լեզուն, որպես նշանային համակարգ, ես որպես մասնագետ խորհուրդ չէի տա ծանրաբեռնել երեխային երկրորդ, երրորդ լեզուներով, որը յուրովի դանդաղեցնելու է խոսքի զարգացման ընթացքը։ Այո, բայց եթե որևէ խնդիր չկա, ի սկզբանե երկու լեզվով, օրինակ երկլեզու ընտանիքներում խոսելը չի հապաղեցնի խոսքը երեխայի մոտ։ Իրականում բնության մեջ ոչ մի երեխա եւ ոչ մի մարտարարած, նորից ուզում եմ կրկնված լինել, անհատականություն է։ Այո, երեխաներ կան, որոնք զուգահեռ երկու լեզուն էլ միաժամանակ հաղթահարում են այդ շեմը, բայց շատ երեխաների մոտ այն խնդրահարույց է դառնում։ Եվ կարծում եմ իրականում ճիշտը մեկ լեզուն ձևավորելուց հետո այնուհետև կարելի է թեկուզ 2-3 լեզու։
զարգացնել։ Տիկին Կարապետյան, մեր ժամանակը սպառվեց, շատ հետաքրքիր էր իհարկե եւ ես գիտեմ, որ խոսքի մասին կարելի է անսպառ խոսել եւ շատ բազմաբնույթ հարցեր հնարավոր է որ ծագեն, հուսամ էլի առիթ կունենանք եթերում հանդիպելու եւ շարունակելու մեր խոսակցությունը։ Այսօրվա համար շատ շնորհակալություն։ Նույնպես շնորհակալ եմ։ Խնդրեմ, հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր մեր տաղավարում էր Սիրանուշ Կարապետյանը, լոգոպեդ, մանկավարժական գիտությունների թեկնածու, Հայկական պետական մանկավարժական համալսարանի լոգոպեդիայի եւ վերականգնողական թերապիայի ամբիոնի դոցենտ եւ Տիկին Կարապետյանը ներկայացնում էր խոսքի զարգացման մանրամասները եւ այն խնդիրները, որ կարող են հանդիպել այս ճանապարհին, դա կլինի երեխայի մանկության տարիքում, թե արդեն ձեռք բերված խոսքի կորստի հետ կապված որոշ նյուանսներ նույնպես ներկայացրեց Տիկին Կարապետյանը եւ ծնողներին նրա խոսքից փոխանցեմ ընդհանրապես, որ եթե երեխայի մոտ խոսքի հապաղում եք նկատում, պետք չէ երկար բարակ սպասել եւ հույս դնել այն փաստի վրա, որ ասենք թե երեխայի հորեղբայրը, ինչպես մեր հեռուստադիտողի դեպքում ուշ է խոսել։ Ավելի լավ է գնալ մասնագետի մոտ, գնահատել երեխայի իրավիճակը, եթե որևէ խնդիր չկա, հետո էլի սպասեք, խոսեցնելով երեխային, բայց պարզապես նստել եւ սպասել չարժե։ Այսօրվա համար մենք այսքանն էինք նախատեսել, հանդիպելու ենք վաղը մեր նոր ժամին, ժամը 18:10-ին, ուշադիր եղեք եւ մինչ հանդիպում, առողջություն ձեզ։